Tehran. How is the situation? Ինչ վիճակ է այնտեղ։ Ջանգի է, որը բաղալ խունե մորո։ Պատերազմական վիճակ է, հենց մեր տան կողքն են հարվածել, եւ մեր տունն այժմ քանդված է։ Where did you leave Tehran? Երբ եք հեռացել Թեհրանից։ 2 روز پیش از تهران حرکت Ես Թեհրանից դուրս եմ եկել մոտ 2 օր առաջ, շարժվելով դեպի Թավրիզ եւ Նորդուզի սահման, եւ եկել եմ այստեղ։ Թեհրանում հարվածել են նավթի պահեստին եւ մի շարք նավթավերամշակման գործարանների, եւ այնպիսի հրդեհ է բռնկվել, որ ընդհանրապես չի մարվում։ Արդեն 24 ժամ է ինչ հարվածել են նավթի պահեստին եւ հրդեհը ոչ մի կերպ չի հանգչում։ اون آتیش الان 24 ساعته که انبار نفت رو زدن خاموش نمیشه هیچ جوره. So you will stay in Armenia or դուք կմնաք Հայաստանում թե կճամփորդեք այլտեղ։ سفر توریستی اومدم اما Ես եկել եմ տուրիստական նպատակով, բայց կցանկանայի նաև սովորել այս երկրում, քանի որ մեր երկրում ուսման, աշխատանքի եւ կյանքի պայմանները բավարար չեն։ دقیقاً You have friends and relatives in Tehran. Դուք ընկերներ եւ բարեկամներ ունեք Թեհրանում։ Երեք կամ այսօր խոսել եք նրանց հետ։ صحبت کردم آره دوست و آشنا خب زیاد دارم. Այո, խոսել եմ նրանց հետ։ Շատ ընկերներ ու ծանոթներ ունեմ։ Բարեկամներս էլ այնտեղ են։ Երբ խոսեցինք, ասացին, որ հրդեհների ուժգնությունը շատ մեծ է։ Թեհրանն անընդհատ ռմբակոծվում է եւ իրավիճակը շատ վատ է։ How you see the solution of all of this? Ինչպես եք տեսնում այս ամենի լուծումը, որը կարող է լինել պատերազմի վերջը? What could be the end of the war? How you see the به نظرم که رژیم ایران عوض میشه. Իմ կարծիքով Իրանի ռեժիմը կփոխվի։ Մենք հետ կվերցնենք Իրանը եւ երկիրը շատ լավը կդառնա։ Դուք հավատում եք, որ ռեժիմը կփոխվի։ 100%-ով։ Դե հիմա մեր առաջնորդը երկրի ղեկավարը, այսինքն Ալի Խամենեին սպանվել է։ Շատ այլ ղեկավարներ եւս սպանվել են, եւ ես կարծում եմ, որ իրավիճակը կփոխվի։ Հուսով եմ, որ պարոն Փահլավիի գալով ամեն ինչ կլավանա։ پهلوی. بله. من اهل مشهدم. This situation in yours. Ինչ վիճակ է ձեր քաղաքում։ مشهد خیلی خبر خاصی نیست. نرماله. Մաշհադում առանձնապես նորություններ չկան, նորմալ է, սովորական։ Հիմնականում դեպքերը տեղի են ունենում Թեհրանում, Թավրիզում եւ սահմանամերձ քաղաքներում։ Կարելի է ասել, որ Մաշհադում հանգիստ է։ The other cities right now during Իսկ ինչ գիտեք մյուս քաղաքների մասին այս պահին կամ 3 գիշերը, քանի որ մենք կարդում ենք, որ ռմբակոծությունները շարունակվում են։ تهرانو میگن خیلی بمباران کردن. Այո, ասում են, որ Թեհրանը շատ են ռմբակոծել։ Մենք էլ երբ անցնում էինք, տեսանք, որ մի քանի պահեստներ եւ նման շինություններ ավերվել են։ Լսել ենք, որ Թավրիզն ու այլ վայրեր եւս ռմբակոծվել են, եւ անգամ լսել ենք, որ հարվածել են Թեհրանի նավթաքիմիական գործարանին։ Այսքանը։ What did you see? Իսկ սահման տանող ճանապարհին ինչ եք տեսել? Արդյոք անվտանգ է։ چند تا سولر بمباران کرده بودن. Ես գնացքով եմ գնացել Թեհրան, այնտեղ տեսանք մի քանի ավերված ռմբակոծված պահեստներ։ بمباران کرده بودن مثلا این چند تا سوله خراب دیدیم که بمباران شده بود. Are you planning Պատրաստվում եք մնալ Հայաստանում թե այլտեղ եք մեկնելու։ نه برنامه من که اینه توی Ոչ, ծրագիրս Հայաստանում մնալն է, քանի որ ես ֆրիլանսեր եմ, աշխատում եմ արտասահմանյան ընկերության հետ եւ ինչպես գիտեք, Իրանում պատերազմ սկսվելուն պես անմիջապես անջատում են ինտերնետը, ինչը շատ սխալ մեթոդ է եւ այս անգամ էլ անջատեցին։ Դա հանգեցրեց նրան, որ շատ մարդիկ, ովքեր ինձ նման աշխատում են արտասահմանյան ընկերությունների հետ կամ արտաքին կապի կարիք ունեն, ստիպված եղան լքել երկիրը։ من با شرکت خارجی کار میکنن یا ارتباط خارجی نیاز دارن مجبور بشن که کشور رو ترک کنن. Do you have friends relatives in Ունեք ընկերներ, բարեկամներ Թեհրանում կամ այլ քաղաքներում։ توی تهران خواهرم زندگی میکنه که به خاطر همین Քույրս ապրում է Թեհրանում, բայց այս պատերազմի պատճառով նրանք ստիպված եղան գնալ հյուսիս, մյուս քրոջս մոտ։ Եվ այո, Թեհրանում բարեկամներ ունեմ։ تهران دارم. What you think what can be the solution? Ինչ եք կարծում, որը կարող է լինել այս ամենի լուծումը։ خب مردم ما مردم Դե մեր ժողովուրդը խաղաղասեր ժողովուրդ է, ի տարբերություն իշխանության հնչեցրած կարգախոսների, երբ մանկուց դպրոցներում մեզ ստիպում էին ասել մահ Իսրայելին, մահ Ամերիկային։ Մենք խաղաղասեր մարդիկ ենք եւ երբեք պատերազմ չենք փնտրել։ Իմ կարծիքով լավագույն լուծումն այն է, որ կառավարությունը մի փոքր դադարեցնի այս պատերազմատենչությունն ու արկածախնդրությունը եւ ավելի շատ երկրի շահերով առաջնորդվի, քան դատարկ ու սին կարգախոսներով։ Գիտեք, հիմնական
հիմնականում երկրում հուզական մթնոլորտ է եւ կառավարությունն էլ փորձում է թեժացնել այդ հուզական մթնոլորտը։ Ես կարծում եմ, որ լավագույն լուծումն այն է, որ հրաժարվեն այս սխալ քաղաքականությունից եւ խաղաղության ու Իրանի շահերի հետևից գնան, դատարկ կարգախոսների, Իրանից դուրս տարբեր խմբավորումների աջակցելու փոխարեն։ Դա իմ կարծիքն է։ حمایت از گروه‌های مختلف خارج از ایران نظرم اینه. In the checkpoint, is it easy to Իսկ հսկիչ անցագրային կետում այս պահին հեշտ է Հայաստան անցնելը, թե շատ մարդիկ կան սպասող։ نه خیلی شلوغ نیست. البته من دفعه پیش Ոչ, շատ մարդաշատ չէ։ Ճիշտ է, նախորդ անգամ երբ եկա կեսգիշեր էր եւ գրեթե դատարկ էր, բայց հիմա էլ համեմատաբար մարդաշատ չէ։ Հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, գուցե սպասվում էր, որ ավելի շատ մարդիկ կլինեին։ دوست داریم و دولتشو و همیشه راحت بوده. Դուք Իրանի թե այլ երկրի քաղաքացի եք։ نه من شهروند ایران هستم. Ոչ, ես Իրանի քաղաքացի եմ եւ պարզապես գալիս եմ Հայաստան ամեն անգամ, երբ իրավիճակը բարդանում է։ Հայաստանում եք մնալու, թե այլ երկիր եք գնալու։ نه برمیگردیم. Ոչ, վերադառնալու ենք։ Փաստաթղթային գործեր ունենք, կվերադառնանք։ Այստեղ հարազատներ ունեք, թե աշխատանքի նպատակով եք եկել։ نه فامیل داریم نه شغلی. Ոչ բարեկամներ ունենք, ոչ էլ աշխատանք։ Իսկ Իրանում վիճակն ընդհանուր ո՞նց է այսօր 3։ جنگ که هست ولی خوب بود همه چی. Դե պատերազմ է։ نداشتیم و اومدیم.